Վերադարձել ենք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, բայց չենք ուզում կտրվել երաժշտությունից, չնայած կարելի է ոչ թե կտրվել երաժշտությունից, այլ բարձր միացնել ձեր սիրած երգչի կամ ստեղծագործությունը պարզապես որևէ խմբի եւ բարելով գնալ դեպի խոհանոց ու պատրաստել շատ համեղ նախաճաշ կամ մի այլ բաղադրատոմս կիրառել խոհանոցում, որը օրինակ առաջարկել է մեր գործընկեր Անուշը իր տեսանյութերից մեկում։ Ես կարծում եմ հուսով եմ մեր հեռուստադիտողները կհասկանան, որ այսօր ինձ համար առանձնահատուկ տոնական օր է։ Ոչ թե որովհետև Lady Gaga-ի ծննդյան տարեդարձն է, ոչ, բնավ ոչ, այլ պարզապես նախորդ ամբողջ եթերաշրջանում ես անընդհատ դիտելով մեր սիրելի գործընկերոջ Անուշի տեսանյութերը ասում էի Անուշ, երբ ես գալու մեր տաղավար, երբ ենք այստեղ քեզ հետ մասնակիցը դառնալու այդ տոնախմբությանը խոհանոցային եւ երբ ենք վայելելու վերջապես քո ստեղծած հրաշք բաղադրատոմսերից որևէ մեկը եւ սիրելի հեռուստադիտողներ, այսօր այդ օրն է մեր գործընկեր Անուշը այստեղ մեզ հետ է տաղավարում վերջապես Սարգսի հետ բարի լույս սիրելի գործընկերներ, ես մենակ չեմ, Սարգիսն ինձ հետ է։ Բարի լույս բոլորին։ Մենք կարծես ճանաչում ենք Սարգիսին հարազատը հարազատի պես, որովհետեւ հաճախ մեր հեռուստադիտողների հետ տեսել ենք նրան էկրանից տեսանյութերի օգնությամբ։ Այո, եւ շատ հետաքրքիր ուտեստներ ենք պատրաստել, Սարգիսը իրականում շատ համեղ է պատրաստում։ Հիմա որոշել ենք ամենահամեղ ուտեստներից մեկը, որը նախուտեստ, նախաճաշ կարող է լինել, մենք հիմա պատրաստենք եւ մեր հեռուստադիտողները վստահ եմ կպատրաստեն, որովհետեւ շատ հեշտ է, արագ եւ որ շատ համեղ։ Դե պատմեք մեզ, ինչ եք պատրաստելու։ Մենք պատրաստելու ենք դոլիվա նախուտես նախաճաշ, արդեն ինքը երկու մասով է կարող է օգտագործվել, համ որպես նախուտեստ, համ որպես նախաճաշ։ Մեզ անհրաժեշտ է դոլիվա նախաճաշի համար ստանալ կատնային մուս, որ ընթացքում արդեն կպատմենք, ձիթապտուղներ երկու տեսակի, մաղադանոց կիտրոն, ռոզմարին, հազրևարդ հայերեն անունով ասեմ, սխտոր, չորահացեր եւ ձետ։ Եվ լոլիկի ճիր ու այստեղ ունենք քամած մածուն, կրեմ պանիր եւ թթվասեր։ Հիմա պետք է պատրաստենք թանձրուկը, ես պատրաստեմ թանձրուկը, Սարգիս։ Հա, անշուշտ, դուք պատրաստեք թանձրուկը, ես պատրաստեմ մեր մաղադանոսի ձեթը, որը մեզ պետք է գալու դոլիվան համեմելու ընթացքում։ Մաղադանոսի ձեթը իդեպ շատ անուշ կանաչ գույն է ստանում եւ Սարգիսը բոլոր ուտեստներում պարտադիր օգտագործում է ու շատ հետաքրքիր է այդպես ստացվում։ Միշտ հեռուստադիտողներին խորհուրդ ենք տալիս տանն էլ պատրաստել եւ հիմա երբեք իդեպ այս ձեթ պատրաստելու ձևը չենք, այո, ընթացքը ցույց չենք տվել, միայն պատմել ենք։ Այսօր անպայման, այո, եթերում ցույց ենք տալու, բոլորը ֆիքսեն, որովհետեւ մեր բոլոր բաղադրությունների մեջ ինքը շատ կարևոր դեր է խաղում եւ բոլորը շատ են հարցնում ոնց եք պատրաստում։ Մենակ տեսնում են գույները եւ չեն տեսնում թե ինչպես ենք պատրաստել։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ձիթապտղի ձեթ, մոտավոր 200-300 գրամ, որ կարողանանք հարել։ Այդ ընթացքում ես խառնեմ քամած մածունը, թթվասերը եւ մեր կրեմ պանիրը։ Սարգիս, բայց այստեղ որքան է քամած մածունը 400 գրամ, այո։ Ամբողջությամբ ուրեմն ավելացնում։ Ձիթապտղի ձեթի մեջ ավելացնում ենք 100-120 գրամ մաղադանոց, արդեն մաքրած վիճակում։ Ուրեմն Սարգիսից պատմեմ, որ մի հետաքրքիր լայվ խաղ եմ սովորել։ Հազրևարդը ինչ գեղեցիկ անուն ունի, չէ՞։ Հազրևարդ։ Հազրևարդը օգտագործելուց առաջ ինչ ենք անում։ Լայվ խաղ։ Մենք տեսել ենք, ծեծում են հազրևարդին։ Ինչու, ես սա առաջին անգամ եմ տեսնում։ Բացվում է բույրը։ Այ հիմա երբեք ծիտրոնի հետ շփոթել չեք կարողանա, որովհետև բոլորովին այլ բույր ունի։ Հեռուստադիտողներին արի պատմենք, որովհետև եթերը սկսելուց առաջ սիրելի հեռուստադիտողներ, ես հարցնում էի, ինձ կասեք, չէ, հազրևարդի եւ ծիտրոնի տարբերությունը, որովհետև այո, բույրերով ես տարբերում եմ, բայց երբեմն, քանի որ տեսքով շատ նման են իրար, կամ ես եմ ուզում նման տեսնել իրար։ Երբեմն շփոթում եմ եւ շատ հաճախ ծիտրոնի փոխարեն հազրևարդ եմ օգտագործում, ինչը շատ հետաքրքիր բույր է տալիս ուտեստին, կամ հակառակը օգտագործելով երբեք չշփոթի, անգամ խանութում գնելուց առաջ կարող ես փորձել դառնել, բույրը զգալ եւ կհասկանաս մի անգամից։ Բոլորովին այլ բույր ունի եւ մսերի, ձկների հետ, չէ։ Իրականում շատ տարբեր են, շատ։ Հազրևարդի տեսակով ավելի կոպիտ է եւ ավելի նկատելի, այսպես ցույց տամ։ Վայրի է մի տեսակ։ Քանի որ նայեք, այսպես ցույց տամ, թող բոլորը տեսնեն, հազրևարդը հավաքում են ծառից, ինքը ծառի տերևն է, իսկ մեր ցիտրոնը աճում է հողի մեջ, արմատով ավելի նուրբ ու
թեթև պայմաններում։ Իսկ հազրևարտը ինքը իր տեսակով ծառա, ոնց որ բարդինա կնեք, ոնց որ լինում է տոնածառը, այդպես ինքը այդպես աճում է եւ սկսում են այո քաղել, շատ երկար ինքը պահպանվում է, շատ հետաքրքիր բաներ կարելի է պատրաստել հազրևարտից։ Ձիթապտուղի հետ պետք է տապակել, դուք չեք պատկերացնի ինչ բույր է ու ինչ համ է տալու ձիթապտուղին։ Այսքանը բավական է։ Հա, ես ուզում եմ առիթ հայտնվելու համար, ես հասկանում եմ, որ դեռ առիթ չկա։ Դες օգնություն պետք չի, ոնց որ այդտեղ մենք դեռ այստեղ սպասենք։ Այսօր շեֆ խոհարար Սարգիսն այստեղ է։ Հիմա 1 վայրկյան մի հատ հարեմ մեր։ Այո։ Մաղադանոսի ձեթը պատրաստ է։ Ինչպես սկզբում նշեցիք, շատ գեղեցիկ գույն ունի։ Նախնական տեսքը ասեմ, որ մի քիչ այդքան էլ կանաչ չի ստացվում, որովհետև ինքը ձեթը եւ կիտրոնը հարելու ընթացքում մի թեթև փրփուր ենք ստանում։ Ցանկալի է թողել 1 ժամ սառնանում, նոր օգտագործել։ Ավելի գեղեցիկ եւ յուրահատուկ գույն է ստանում մնալուց հետո։ Ցանկալի չէ, որ ամբողջական հարենք, որ մի զանգված չստանանք։ Դրա համար ավելի քիչ ենք հարում, որ պահպանենք ֆորման։ Եվ հիմա հազրևարտը պատրաստ է Սարգիս։ Ես կմանրացնեմ մեր ձիթապտուղները, մի փոքր էլ ասեմ ձիթապտուղների մասով, դոլիվան պատրաստելու ընթացքում պետք չէ շատ մանր կտրատենք կամ մանրացնենք ձիթապտուղը, ուղղակի ցանկալի է կոտրել։ Կարող եք վերցնել ըստ ճաշակի ցանկացած ձիթապտուղ, կալամատել կարող է լինել տեսակները։ Ուղղակի կոտրում եք։ Որքան գույները շատ, այդքան ավելի գեղեցիկ եւ համեղ։ Գեղեցիկ կստացվի, այո։ Իսկ հազրևարտը արդեն դնենք։ Հազրևարտը տապակելու ընթացքում կավելացնեմ արդեն։ Դու Դե ուրեմն ես սկսեմ լոլիկի։ Կարող ես, հա, լոլիկը կտրատել եւ մեր մուսը հետո ստանալ։ Եւ թթվասերը ավելացնել։ Մի թեթև սեղմեմ մեր ձիթապտուղը։ Այսինքն ընդհանրապես սեղմում ենք, չենք կտրատում։ Ընդհանրապես սեղմում եմ, այո, եթե տանը ուղղակի այստեղ մեր մոտ առանց կորիզ տարբերակն է, եթե տանը կունենա կորիզով տարբերակը, խնդիր չէ։ Նույն սեղմելու միջոցով կարող եք անել կորիզը եւ օգտագործել։ Ես հիմա կբացեմ փոքրիկ գաղտնիք, որը գիտեն մեր հեռուստադիտողները, բայց ոչ Սարգիսը, քանի որ Անուշը միշտ համեղ բաղադրատոմսերով կիսվում է եւ ինքն է նաեւ ստեղծում բաղադրատոմսը, շատ հաճախ մենք զանգահարում, օրինակ ես զանգում եմ Անուշին եւ հարցնում եմ Անուշ, ուր կարելի է գնալ, ինչ կարելի է համտեսել, ինչ կարելի է պատրաստել տանը, եւ ես այո Անուշ, քո առաջարկով փորձել եմ նաեւ այս նախուտեստը։ Ահա։ Պիտի ասեմ, որ դա անմահական է, Դավիթ, այնպես որ սպասիր այն պահին, երբ պետք է համտեսես։ Փորձել ես, դա նշանակում է, որ կրկին փորձելու կարիք։ Բացարձակ, ամբողջը քոնն է։ Այո, ավելի ինձ եւ ամբողջ անձնակազմին ավելի շատ բաժին։ Եթե թույլ կտաք, այնտեղ 2 լոլիկի չիր, խնդրում եմ, առանձնացրեք ինձ համար, ես միայն լոլիկի չիրը կուտեմ, իսկ ամբողջ նախուտեստը կվայելի Դավիթը մեր գործընկերների հետ։ Կբավականացնի, հետո եթերից հետո էլի կշարունակենք պատրաստել։ Մի մեծ ամանով նորից պատրաստելու եք վստահ եմ, որովհետև բոլորը կհավանեն։ Սարգիս ինչպես պետք է կտրենք։ Ուղղակի 3 կտոր կարող եք անել, շատ մանրացնել պետք չէ, այո, որ համել գեղեցիկ տեսքը պահենք չորալոլիկի։ Իդեպ կարող եք չորալոլիկը նաև սարքեք հենց դուք։ Ուղղակի կարող եք ձեռք բերել լոլիկի ճիրը չորացված վիճակում կամ նաև չորացնել։ Իսկ հետո այ հետոն է կարևոր, թե ինչպես համեմել։ Հիմա պատմեմ ոնց ինչպես կարելի է համեմել։ Չորալոլիկը ստանալուց կամ գնելուց հետո կարելի է մի փոքր թրջել տաք ջրով, թողնել որպեսի ջուրը ներս վերցնի եւ փափկի լոլիկը, իսկ դրանից հետո արդեն համեմում ենք ձեթով, ձեթի մեջ էլ կարելի է ավելացնել ցանկացած համեմունք։ Ես իմ դեպքում ավելացնում եմ սխտոր, ռոզմարին, պարտադիր եւ օրեգանո։ Ու մի հատ փուճուր այստեղ էլ կա լայֆ-հակ, ինձ շատ են ասում, հարցնում եւ գրում, թե անում ենք այդպես խի համեղ չի ստացվում, որովհետեւ ձեթը շատ ժամանակ համը չի տալիս լոլիկին։ Հիմա ասեմ, թող բոլորը իմանան, նաեւ հեռուստադիտողը, ձեթը համեմելուց հետո պետք է տաքացնել։ Այս շատ կարևոր է, եթե չենք տարածում, բույրերը մի լավ տարածվի։ Համ բույրերը տարածվում է, համ էլ լոլիկը հետո տաք ձեթի մեջ մտնելուց հետո միանգամից համերը կլանում է իր մեջ։ Այդ բանը որ տաքացնենք, կզգաք արդեն ինչ հետաքրքիր բույր է տարածում լոլիկը։ Ես արդեն սկսում եմ տապակման ընթացքը մեջ։ Ես պետք է գրի առնեմ հիմա, որ հիշեմ։ Դե կզանգահարեմ։ Անուշը արդեն ամեն ինչի տիրապետել։ Կարող եք զանգահարել Անուշին։
Արդեն Անուշը ձեզ կասի։ Ես հիմա գիտես ինչ հիշեցի, որ դու ունեիր քեզ մոտ ձիթապտղի։ Այո, ձիթապտղի համար նախատեսված գեղեցիկ շիշեր, որտեղ հազրևարդը սխտորը ուղղակի դրված է եւ դնում ենք այսպիսի շշերի։ Այո, սովորական այսպիսի ձեթը կարող եք օգտագործել արդեն համեմված վիճակում։ Եվ ես տանը դա օգտագործեցի։ Մենք այդ ձեթով եմ պատրաստում։ Դոլիվան պատրաստելու ընթացքում շատ կարևոր է, որ շատ տաք լինի մեր թավան։ Հիմա մի փոքր ծուխ կարող է ունենանք, բայց դա մեր թավայի process-ն է։ Մենք համաձայն ենք։ Հիմնական կրակ ենք ունենում, բայց այստեղ քանի որ կրակի հնարավորությունը չունենք, ծուխ կունենանք։ Շատ կարևոր process-ա ծուխը կամ կրակը, որովհետև ձիթապտուղը թավայի տաք մակերեսին կպնելուց հետո ինքը նոր համ է ստանում։ Ռոզմարինը նպաստում է դրան, որ այս տաք թավան ծուխը ձեթը իրար հետ ոնց որ ձուլվեն, դառնան մեկ հատ։ Այսպես։ Տես ինչ Մեր ձիթապտուղը արդեն պատրաստ է։ Ես չեմ վերցնի կրակի վրայից, թողեմ մի փոքր տապակվի։ Իրականում շատ արագ է պատրաստվում։ Այո։ Եվ արդեն կարող ենք տարածել թանձուկը Սարգիս։ Այո։ Կարող եք մեջտեղով տարածել։ Արդեն մատուցման ափսեի մեջ ենք տեղափոխում։ Այո։ Մենք այստեղ միջև Անուշը տարածի, ասեմ ինչ ունենք։ Ունենք հենց չորալոլիկի ձեթը։ Ահա։ Նայեք երկու գույնի ձեթ ունենք ներկա պահին, կանաչը եւ դեղինը։ Դեղին ձեթը ստացել ենք հենց չորալոլիկից, որ չորալոլիկը տվել է իր համն ու հոտը եւ գույնը ձեթին եւ ստացել ենք շատ համեղ։ Այո, ցած մուկ արտահայտվող դեղին գույն։ Ձիթապտղի ձեթից ավելի մուկ։ Ունենք երկու տեսակի ձեթ եւ ֆոկաչա հացեր։ Մի հատ գտալ Անուշ ջան։ Հիմա սկսում ենք մեր դոլիվայի մատուցումը։ Հիմա ամենահետաքրքիրը, ինչպես է գեղեցիկ ձևավորում Սարգիսը։ Ցանկացած ափսեի մեջ կարող եք մատուցումը անել, բայց ցանկալի է որ մի փոքր ափսեն բարձրություն ունենա, որ ավելի հետաքրքիր եւ գեղեցիկ տեսք տանք մեր դոլիվային, այսպես ու մի քիչ ավելի абստրակտ ոճի մեջ ենք անում։ Շարում ենք մեր ֆոկաչա հացերը, Անուշ ջան, դու կարող ես հացերը շարել, ես միջև այդ արդեն ձիթապտուղը կտեղափոխեմ հենց կենտրոնում։ Աղ անում ենք այստեղ Սարգիս։ Չէ, արդեն ձիթապտուղը իր մեջ արդեն շատ է աղը պարունակում, դրա համար ինքը բալանսավորվում է աղի հետ։ Հիմա կենտրոնում լցնում ենք մեր ձիթապտուղը տապակված։ Այս ամենահետաքրքիր ու գեղեցիկ մասին ենք հասնելու։ Մտեցնեմ, շարունակեմ դասավորել։ Կարող եք ուղղակի լավաշներ չորացնել, ջեռոցում կամ թավայի վրա։ Ցանկացած, այո, ցանկացած չոր հացեր կարող ենք օգտագործել, համ ձեր պատրաստածը, համ ուղղակի խանութից ձեռք բերվածը, ցանկալի է դուք պատրաստեք։ Այսպես տարածում ենք։ Նայեք արդեն ինչ հետաքրքիր գեղեցիկ գույներ ենք Բույրը ստացել։ հասել է այդտեղ։ Այո։ Դավիթը չի դիմանում, ինչի մասին է խոսքը։ Ասում դժվարությամբ եմ այստեղ նստած։ Հիմա ես կամ եթե ահա տեղափոխենք մեր լոլիկի ճիրը կենտրոնում, ես մի քիչ կդնեմ, կպահենք մնացածը ձեզ։ Շնորհակալ եմ Սարգիս։ Դրա համար, որ շատ գույները կարմիրը չգերակշռի մեր ափսեի մեջ, այսպես լոլիկի ճիրը դնում ենք, ու հիմա ամենակարևոր process-ն է մեր ձեթերը։ Հիմա նայեք ինչ գեղեցիկ հետաքրքիր գույներ է ստանալու մեր դոլիվան։ Այսպես դեղինը լցնում ենք։ Իսկ հետո թվում է թե ամենակարևորը կանաչ գույնը, որը ստանում ենք, այո, հրաշալի տեսք է հաղորդում յուրաքանչյուր ուտեստին։ Կարելի է մի քանի միկրոկանաչի, իդեպ միկրոկանաչին էր սովորել եմ Սարգիսից օգտագործել, որովհետև յուրահատուկ տեսք է տալիս։ այսպես։ Շատ համեղ, օգտակար, թվում է թե շատ այսպես իրարից հեռու բաղադրիչներ են, բայց ոչ։ Համադրությունը շատ համեղ է, Համադրությունը ուղղակի հիասքանչ է։ Բոլորը փորձեն, դուք էլ հեսա կփորձեք, հետո հաջորդ եթերում կասեք իհարկե, բայց մեկ անգամ փորձեք, իրոք միշտ սկսելու եք սարքել ու զանգելու եք Անուշին։ Բաղադրության համար։ Այսպես։ Շնորհակալ եմ Սարգիս։ Հիշեցնենք, թե ինչպես պատրաստեցինք ևս մեկ անգամ, արագ հիշեցնենք
Ամենաառաջինը պատրաստեցինք մաղադանոսի ձեթը, որի համար վերցրել ենք մաղադանոս, սխտոր, կիտրոն, մի փոքր աղ։ Նաև դրանից հետո պատրաստեցինք մուսը, որի մեջ գնում էր կրեմ պանիր, քամած մածուն, թթվասեր։ Ըստ ցանկության կարող եք մի քիչ սխտոր ավելացնել, մի քիչ աղ, արդեն դա ցանկությունից է գալիս։ Այնուհետև տրորել ենք մեր ձիթապտուղը, տապակել ենք ռոզմարինով։ Իսկ հետո հավաքում ենք հազրևարդով, այո, արդեն դա արել է ռոզմարինը, այդպես մեր խոսքը, հա, հազրևարդով։ Տապակելուց հետո սկսում ենք ամբողջը հավաքել ափսեի մեջ։ Ցանկալի է ձիթապտուղը տաք վիճակում դնենք մեր մուսի վրա, առաջին ափսեի մեջ լցնում ենք, այո, առաջին ափսեի մեջ լցնում ենք մեր մուսը կաթնային, այնուհետև ավելացնում ենք ֆոկաչա հացերը, կողքերը, հետո ձիթապտուղը, չորալոլիկը եւ մեր կարևոր բաղադրիչները, մաղադանոսի ձեթը եւ ցանկացած ձեթ կամ ձիթապտղի կամ չորալոլիկի արդեն եթե իսկ ունենք եւ վայելում ենք։ Եվ շտապում ենք վայելելու։ Ամենակարևորը դա է, որովհետև ես հազիվ եմ կարողանում համոզել, որ հենց հիմա չհասնի Դավիթը խոհանոց։ Իսկ ինչն է ձեզ խանգարում հենց հիմա հասնելու։ Չէին տեսնում ամբողջ ընթացքում ոնց էսպես ձեռքս բռնած ասում էր։ Համբերիր։ Դեռ այս հյուրերը կգնան, նո։ Ես մենք կարող եմ ասել, որ մենք ամբողջ ընթացքում իսկապես վայելեցինք ձեր աշխատանքը, ձեր գեղեցիկ աշխատանքը, հիմա վստահ եմ, որ նաև կվայելենք համա, տեսնենք թե ինչ է ստացվել։ Մեր հեռուստադիտողներն էլ պիտի միայն հորդորեն եւ խորհուրդ տանք, որպեսզի օգտվեն անպայման այս բաղադրատոմսից, տանը պատրաստեն եւ մեզ հետ միասին վայելեն։ Իսկ հիմա կարող ենք միասին շարժվել առաջ, այդ ընթացքում Դավիթն էլ կփորձի, ինչպես խոստացել եմ, իմ բաժինը քոնն է։ Իմ լոլիկի չիրն է այնտեղ ինձ է սպասում։ Դե։ Լսենք երաժշտություն, վերադառնանք։